Սրանք անկեղծ ինչ պատիժ են ստանալ, բաց խոսանք, բաց, սրանք երգիր են ազնի, երգիր են ազնի, չհաշված, ասում են 5000 խեք ասում։ Լավ առաջարկ ունենք մենք։ Ես գիտեմ Աննա Գրիգորյանի առաջարկը։ Այ Աննա Գրիգորյանի առաջարկը շատ դուրս եկավ։ Գիտեմ։ Միայն մտահոգությունս հետևյալն էր, հանկարծ դա որպես խոշտանգում չդիտվի։ Որ մի կողմից Արարատը լինի, մի կողմից Արագայլոտ Աննա Գրիգորյանին կարելի է Հայաստանի հերոսի կոչում եք տալ։ Նույնը Ագնեսա Խամոյանին, նույնը Քրիստինե Վարդանյանին, Տուրեղյանին, տղեկի մասին չեմ ասում, չեն նեղանա։ Ասում են 5000 խեք ասում, դու այ աննորմալներ։ Ատե 3000-ը անպսակ ջայլ երեխեքին, որ պետք է ամուսնանին, ամեկը 2 երեխա բյունենի, 3 երեխա բյունենի, պետք է լինի 15000։ Ես չեմ հասկանում, տաս պատիժը որը պետք է լինի։ Ու առանց ափսոսալու, ես անգամ մեկ-մեկ մտածում եմ, որ Ստալինը ճիշտ էր։ Եթե ուզում ես պետություն ունենաս, տեղ կա դետաս այդ քայլերի։ Թող տանեն ինձ ջուլե, եթե ես այս պետությանը վնաս եմ տալում, իրապես չեմ ասում, պատի տակ, դու պատի տակ կայնող տղա չես, այ տղա, դու հրս ջուլես եկան, դու փախնող ես, մարդի մեկին փախած, թրած, այդ մի ինձ ոչ ձեր տնտեսության զարգացումն է պետք, ոչ զավոդ բացել է պետք, ոչ սկզբից մեր անվտանգությունը, եթե ես շարունակվի, 20 տարի հետո նորից մի սերունդ ալնելու, նորից թազա, ենի չեն յադու անունը, այսինքն հետո գմեն նույնն է, չեմ ուզեմ… Բայց միտեք կաղնի, հանկարծ կոշ չանես վաղնել, հետևից տնգենք, պաստաբաներով, բանով… Թող գան, ես 6 տարի ինչ են արել, որ ինչ են, տանեն բրնեն, թո տանեն բրնեն, են տղեկից լավը չենք։ Հետո մի հատ բան կուզեի ասել էի, այս ժողովուրդը մինչև հիմի, ոնց որ գիտի կոտայքի մարզպետը Կավալենկո Շագալյանն, հատեց են գիտը։ Մտեք բժնի 3000 մարդ կա, որից 2300-ը 10 չափած մարդիկ են, հարցերեկովա ձեր մարզպետը չեն իմանա, կամ էլ կասը Կավալն է։ Այս ժողովուրդը մեկ-մեկ ինեց Անիմաստ, մեկ-մեկ չէ, շատ են տալում, ասում եք Քոչարյանը բախի չկայնացել ես կռիվը։ Գիտեն դու եք վարչապետը։ Չես կարում բացատրես, արա դու գնացի, ստան ընտրեցի, էդ է երգի ներկայացնողը, քու հետ, որ ձեն ես տվի։ Վերջապես այս ժողովրդին բացատրեք, որ դուք չեք եղել պատերազմի ժամանակ ես երկրի ղեկավար։ Ես չեմ ան ձեր հնարավորությունների ինչքան էր, ինչքան չէր, կարի հարցնուցիկ, չի կարի հարցնուցի, եթե դուք իմանաք։ Բայց թող ժողովուրդը մի բան հասկանա, որ Ռուսաստանի նախագահը գալում է Հայաստան, մեր Գրիգորյանը այդ դիմավորում է, այդ երկրորդ նախագահի տիկնոջ, մեր տիկնաստիկին Բելա Քոչարյանի հետ ան։ Թող իրանց ականջին օղան են, տեղ կա, որ հին ընկերները չեն դավաճանում։ Բարով եք եկել, իմ հույսը կոնկրետ դուք եք, որ իմ թորը կավրես երկու, շնորհակալ եմ, են ձեր հարցի հետ էլ մի բան էլ ասեմ, կներես պարոն նախագահ, ձեր հարցի հետ կապված, որ կրթական ցենզուրնի, ես համոզված եմ, որ այդ ԿՊ-ականների մի 60-70%-ը բարձրագույն կրթություն կունենան այդ խորհրդարանում նստած, ես համաձայն եմ, որ էդի պետք է գործի, բայց համաձայն եմ, որ հայ գենով հայ մտնիտի, այդտեղ բարձրագույն կրթություն ստացած հայ Կոնդորյանն էլ բարձրագույն կրթություն ունի, Ավինյանն էլ ունի, Էմեկն էլ ունի, բայց հայի գենը չկա իրաց մեջ, իրան, մի բան էլ պետք է ասեմ, Մոսկվան արդյունքների չհավատում տես ֆիլմ կա, տեսած կլներ, մեզ տարիքովները հաստատ տեսեր են, ընդեղ մի սենց ֆրազա կա ֆիլմի մեջ, աղջիկը գեներալ հորը ասում է, ուզում եմ գեներալի կին դառնա, երև կիշեք, հերը ասում աղջիկ ջան, գեներալի կին դառնալու մար, սկզբից դառնա սերժանտի կին,
Սրանց արդեն այդ աթոռները իրանք չտյաս բան են տի։ Մեկը դարձը գեներալի կնիկ, մեկը դարձը ԿՊ-ի նախագահի կնիկ, մեկը եսի գյուղնախարարի են նախկին հանրապետականի։ Եվ Պապոյան Գևորգա ինչա։ Հա, էլ հետո աթոռ կթողեն, հետո բդի պատժիլ։ Վերջ։ Ես հետ եմ տենում։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Ներեք ավել խոսալ։ Բայց քանի որ մի թեմա կար, որ դե պատերազմը ինչի չեմ կաղանեցնել։ Նայեք, նույնիսկ այդ ժամանակ պաշտոն չունեի, փորձեցինք Ղարաբաղում ինչ-որ բան անել, Իշխան Սաղաթելյանը գիտի։ Ամեն ինչ արեցին, որ որևէ հնարավորություն չունենանք որևէ կերպ ազդելու process-ի վրա։ Նույնիսկ մի պահ մտածեցի, որ միգուցե պետք է Մոսկվա թռնել եւ փորձել գործընկերներին համոզել, որ հնարավորինս արագ պատերազմը կաղնեցվի։ Ասեմ, երրորդ, չորրորդ օրը ինձ համար պարզ էր, որ այս կազմակերպվածության այնինչ կատարվում է, լավ բանով չի ավարտվելու։ Նույնիսկ այն ժամանակ դատարանի արգելք ունեի դուրս գնալու, դատավորից ստացել ենք դուրս թռնելու բան, երկիր բացակայելու թույլտվություն։ Բայց կովիդի ժամանակ էր եւ առանց տեստերի հնարավոր չէր նույնիսկ ինքնաթիռ նստել։ Հանձնել եմ տեստը, լրիվ առողջ էի, որևէ պրոբլեմ չունեի եւ ստացել եմ պատասխան, որ ես ունեմ կովիդ այդ ժամանակ։ Գնել ենք այդ բան rapid տեստերը։ 4-5 հատ փորձել եմ, բոլորը բացասական էր, կովիդ չունեի։ Նույնիսկ այդ ճանապարհով արել են ամեն ինչ, որ նույնիսկ իմ կապերով պատերազմը կաղնեցնելու հնարավորություն չունենամ։ Սա է, այ փաստը սա է։ Այդ օրերի հետ կապված, պարոն նախագահ, մի բան էլ կա, որ կուզեմ հիշեցնեմ, հոկտեմբերի 16-ին մենք հանդես եկանք ռազմաքաղաքական օպերատիվ շտաբ ստեղծելու առաջարկով, որի մեջ պատկերացնում ենք, որ ներառվեն բոլոր նախագահները, պաշտպանության նախարարները, արտգործնախարարները եւ ռազմաքաղաքական մի ղեկավարություն կարողանա պատերազմը վարել եւ առաջ տանալ, ու այս առաջարկը հրապարակային ա եղել, կա պաշտոնական, որը այս իշխանությունների կողմից մերժվեց։ Ասել է շատ կարևոր դրվագ, որս ընթացքում մոռացվել է, պաշտոնական հայտարարություն են կարել։